Իրան-Իսրայել պատերազմում Միացյալ Նահանգների ուղղակի ներգրավումը կործանարար կարող է լինել Իրանի համար, այդ կարծիքն ունի իրանագետ Գարիկ Միսակյանը։ Եթե ներգրավելու է, ապա դա մեծ պատերազմ է լինելու Իրանի դեմ եւ կարելի ասել նաեւ կործանարար, որովհետեւ Միացյալ Նահանգների հարվածներին բավականին դժվար է դիմակայել։ Միացյալ Նահանգների նպատակը Իրանի անվերապահ կապիտուլյացիան է, ինչպես իր սոցիալական էջերում գրում է Դոնալդ Թրամփը, հորդորելով իրանցիներին հանձնվել։ Բայց իրանագետի համոզմամբ, անգամ եթե Վաշինգտոնը որոշի անձամբ մասնակցել Իրանի դեմ պատերազմին, ամբողջական կապիտուլյացիայի չի ենթարկվի Իրանը։ Դա ըստ Միսակյանի հնարավոր է միայն եթե ամբողջությամբ վերացնեն Իրանի ղեկավարությանը, ոչնչացնեն Իրանի ամբողջական ռազմական պոտենցիալը եւ ցամաքային պատերազմով գրավեն Թեհրանը։ Թեհրանի գրավում, որը անհնար է եւ չեմ կարծում Միացյալ Նահանգներն էլ ցանկանան, ամենայն դեպս օդային հարվածներով փորձելու են ոչնչացնել ամբողջ արտադրային պոտենցիալը։ Ոչ ոք չգիտի, ես ինչ եմ պատրաստվում անել, կարող եմ եւ անել եւ չանել, հայտարարում է Միացյալ Նահանգների նախագահը, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ Իրանին առաջարկում էր դիվանագիտական ճանապարհով լուծել միջուկային խնդիրները։ Թրամփն անգամ հայտարարել է, թե գիտեն, որտեղ է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը, բայց դեռ չեն սպանի նրան։ Միացյալ Նահանգների հասարակությունը կարծես թե եւ նաեւ քաղաքական էլիտան այդքան էլ կողմ չի Միացյալ Նահանգների ներգրավվածությանը բացահայտ կերպով եւ անմիջականորեն, բայց բավականին շատ նավեր են կենտրոնացրել Պարսից ծոցում, Միջերկրական ծովում, բրիտանական եւ ամերիկյան, որոնք այս փուլում դեռևս որսում են իրանական արտերներ եւ չեն թողնում հասնի Իսրայել մեծ մասը։ Իրանը միայնակ պատերազմում է փաստացի Իսրայելի, բայց իրականում Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Հորդանանի ու Պարսից ծոցի երկրների դեմ։ Հորդանանն օրինակ որսում է իր օդային տարածքով թռչող իրանական հրթիռները։ Սա բնավ Իրան-Իսրայել պատերազմ չէ, այսինքն Իրան-Միացյալ Նահանգներ պատերազմը, որը վարում է Իսրայել։ Միացյալ Նահանգներ-Իրան ուղիղ հակամարտությունը մեծ պատերազմի է վերածվելու, որովհետև Իրանը ամերիկյան ուժերի հարվածներին պատասխանելու է Սաուդյան Արաբիայում, Միացյալ Էմիրություններում ու Հորդանանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները թիրախավորելով։ Իրանի արևան գրեթե բոլոր պետությունների տարածքում Միացյալ Նահանգները ունեն մեծ ռազմաբազաներ Թուրքիայում, Իրաքում, Պարսից ծոցի երկրներում։ Ամերիկյան մամուլը քարոզչական պատերազմ է սկսել մեր հարավային հարևանի դեմ։ Ամերիկյան լրատվամիջոցները գրում են, թե Իրանի ռազմական պաշարները սպառվում են։ Կարծում եմ քարոզչական հայտարարություն, այսինքն չի հնարավոր չի ասել նախ Իրանի արտադրային պոտենցիալը ինչքան է, որտեղ բավականին փակ ինֆորմացիա եւ երկրորդը եթե 1-2 օրվա ընթացքում սպառվեին այդ արտադրային պաշարները եւ իրականում վտանգ չներկայացնեին Իսրայելի համար ոնց որ փորձում են ներկայացնել, Միացյալ Նահանգները չէր խոսի միջամտելու մասին։ Պատերազմի մասին ավելի բաց է խոսում Իրանը։ Համացանցում տեսանյութեր են տարածվում Իրանի ռազմական օբյեկտներին իսրայելական հարվածներից, այնինչ Իսրայելը հնարավորինս փակում է տեղեկատվական արտահոսքը։ Համացանցում հայտնված մի քանի տեսանյութերով փորձում է տպավորություն ստեղծել, թե Իրանը քաղաքացիական օբյեկտներին է հարվածում։ Իրանը հայտնել է Մոսադի տեղակայման վայրերը, Իսրայելի ռազմական հետախուզության վարչությունը և բանակի կործանիչների ավիաբազաները խոցելու մասին։ Դիլիթ Սարգսյան, Գայանե Մովսիսյան, Նորայր Շարբաթյան և Սմբատ Ասլիկյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։